Բարև ձեզ սիրելիներս, դուրս եմ եկել 3 րոպե ժամանակ ունեմ պատասխանել հարցերին, հարցեր, որը որ ինձ տված էր մի քանի օր առաջ, երբ որ մեր Հայաստանի հավաքականի ֆուտբոլի թիմը պարտվեց։ Հիմա անցնենք այն փոքրիկ բլոգերներին, ովքեր ունեք ձեր աուդիտորիա եւ հավաքել եք բավականին հազարավոր մարդիկ, եւ որպեսզի ավելին հավաքեք, դուք ձեր կոնտենտից դուրս եք եկել եւ սկսել եք քննադատել մեր երեխաներին, մեր տղաներին։ Հիմա ես ձեզ բացատրեմ։ Ֆուտբոլը, սիրելիներս, խաղում են խաղացողները, բայց ֆուտբոլի խաղացողների հետևում գտնվում են բաներ, կազմակերպիչներ, ֆեդերացիա, մարզիչներ։ Ֆուտբոլ խաղալու համար միայն Հայաստանի հավաքական գոյություն չունի։ Սպորտը, սիրելիներս, պետք է այդ պետությունում լինի ձրի։ Այսինքն, երբ որ տեսնում են տաղանդավոր երեխաներ, փողոցում գնում են, նայում են, տեսնում են, բակերում խաղում են, մտածում են, այս երեխան տաղանդ ունի։ Վերցնում ենք սպորտի, հայրը ասում են, մենք դրամ չունենք անգամ կոշիկ գնելու, ասում են, ոչինչ, մենք այն անում ենք, մենք ենք վերցնում մեր վրա, եւ շատ երեխաներ դուրս են գալիս այդպես։ Ասեմ ձեզ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, դրանք բոլորը աղքատ ընտանիքներից են դուրս եկել։ Մի հատ խնդրում եմ ինձ նշեք մի ֆուտբոլիստ, ով դուրս է եկել մինիստրի տղա։ Չկա տենց բան։ Միակ ֆուտբոլիստը, որ մենք ունեցանք Հենրիկ Մխիթարյանը, իր հորը ես ճանաչում էի Մխիթարյանը, ով լավ խաղացող էր ֆուտբոլային, ինքը ուղղակի իր պապայի կարիերան շարունակեց։ Դա լինում է այդպիսի երևույթներ, որ Զիդանի տղաները խաղում են ֆուտբոլ եւ այլ։ Բայց անձամբ այդ աստղերը, սիրելիներս, փողոցում խաղալուց են լինում, որ տանում են։ Ինչի մասին է խոսքը։ Դուք եկել եք քննադատում եք երեխաներին, տղաներին, ովքեր պարտվել են 5-0 եւ պարտվել են աշխարհի համար առաջին չեմ կարող ասել, երկրորդ, երրորդ թիմը Պորտուգալիան, ումից ինչպես սպորտային ժարգոնն են ասում, բոլոր թիմերը սրսրտում են։ Դա կլինի Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Արգենտինան եւ այլն։ Դուք քննադատում եք մի բան, որը որ ձեր պրոֆիլը չէ։ Սիրելիներս, ես այս վերջերս նկատել եմ, որ կան շատ բլոգերներ, իրենք կատակ են արել, իրենց աշխատանքն են ցույց տվել եւ այսօր որ այսենց ստակներ ա եղել, կանգնել ա իրենց աշխատանքը, սկսում եք դուք դուրս գալ ձեր շեմայից եւ ինչ եք ուզում անել, խոսել մի թեմայի շուրջ, որը ձեր պրոֆիլը չի։ Շարունակեք ձեր կոնտենտները եւ հերիքա երեխաներին հիասթափացնեք մեր տղաներին։ Ունենք, չունենք, բայց ֆուտբոլային ակումբ ունենք։ Դուք պետք է դուրս գաք, ասեք, ոչինչ տղաներ ջան, դուք շնորհավորում ենք, դուք Պորտուգալիային 5-0 եք պարտվել։ Դուք չեք հասկանում մի բան, մի խոսացեք։ Ոնց որ հիմա դուք բռնեք, վերցնեք եւ քննադատեք Միքելանջելոյի աշխատանքը կամ էլ թե չէ Ռեմբրանդի աշխատանքը։ Մենք ով ենք։ Խնդրում եմ, մնացեք ձեր պրոֆիլի վրա։ Իսկ ինչ վերաբերում է մեր տղաներին, ապրեք տղաներ ջան, 5-0 Պորտուգալիայի դեմ, դա մեծ հաղթանակ է իմ համար։